Ինչ եք կարծում, ում է հիշեցնում այս երեխան։ Նրա մազերի տեսքը, հագու կապը, նրա ունեցած գաղափարները մաքուր այրան մասին, այն ուղիղ զուգահեռ է նացիստական ռասիզմի և արիական գերակայության գաղափարների հետ։ Միթե նա, ում անունը տալ չի կարելի, այնպիսի սարսափելի ու վատ հիշողություններ էր առաջացնում մարդկանց մոտ, ինչպիսին Հիտլերի դեպքում էր, իսկ մահաբերները մեզ հիշեցնում են նացիստական կամ ֆաշիստական շարժումները, որոնք գործում էին ահաբեկման ու բռնության ուժով, ինչպես ֆաշիստները սվաստիկան, այնպես էլ նրանք ունեին իրենց տարբերանշանը։ Իսկ մոգության նախարարությունը խորհրդանշում է պետական կոռումպացված ու անարդյունավետ կառավարվող կառույց, որտեղ կայացված որոշումներն ընդհանրապես ժողովրդի շահերից չեն բխում։ Դոլորես Ամբրիջի կերպարը նման է ավտորիտար պաշտոնյաներին, ովքեր օրենքի անվան տակ ճնշում են մարդկանց ազատությունը, իրենց սեփական էգոն բավարարելու համար։ Երիտասարդների գաղտնի բանակն ու Փյունիկի միաբանությունն ընդհատակյա հակաֆաշիստական շարժումներին են նման, իսկ Հոգվարցի պաշտպանությունը Վոլդեմորթի բանակից հիշեցնում է Լոնդոնի բլիցը, երբ քաղաքը պաշտպանվում էր ռմբակոծությունից։ Հարիի հաղթանակն այս համատեքստում Բրիտանիայի ապագա սերնդի հաղթանակն է խորհրդանշում, որ վերջնական կործանում է մութ ուժերին։ Դա ազատության հաղթանակն է բռնապետության դեմ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում այն եղավ։